Այսօր մեզ է միացել Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաչակյանը, բարև ձեզ։ Խոսենք ներսից Հայաստանի, չնայած գայթակղիչը նաև դրսի դեպքերը, բայց ներսում էլ պակաս։ Լավ, եթե համաձայն եք, կանցնենք առաջ։ Հիմա ասեք, Հայաստանի ներքաղաքական կյանքում այնինչին մենք ականատես ենք լինում, նոր փուլ է, թե հերթական։ Ես կարծում եմ տրամաբանական շարունակությունն է այս փուլը վերջին տարիների, այն է իշխանության ավելի ավտորիտար բնույթի ձևավորումը, ըստ էության այս իշխանությունների երրորդ ընտրությանը ընդառաջ։ Հասկանալի է, չէ, եթե իշխանություն ունի բարձր վարկանիշ, որևէ վախ իր մրցակիցներից չի կարող ունենալ, անգամ եթե այդ մրցակիցները ավելի պակաս բաներ են խոսում, պայքարում են, փողոց են դուրս գալիս, եթե խնդիր չունես ընտրություններին վերընտրվելու, ապա անգամ եթե ահաբեկչություն են պատրաստում։ Չէ, այդ դեպքերում էլ անգամ փորձում ես այնպես հարցին մոտենալ, որ ավելի շատ դիմացինը էլեկտորատ կորցնի, քան դու փորձես ահաբեկչությունը կանխողի դեր ստանձնել, որովհետև մենք վերջին մի քանի տարիներին շատ դեպքեր ենք տեսել, օրինակ հայրենիքի փրկության շարժման ժամանակահատվածում կհիշեք, որ կրկին տեսանյութեր տարածվեցին, պատերազմից հետո էր դա, որ կարծես թե այսպես քաղաքական ղեկավարությանը վերացնելու խոսակցություններ, զրույցներ, վերջում բոլորին բաց թողեցին։ Այսինքն դա այն ժամանակահատվածներ, երբ իշխանությունը գիտեր, որ 21 թվականին պետք է վերընտրվի։ Հիմա իրավիճակը բոլորովին այլ է, 26 թվականի հետ կապված իշխանությունը վախ ունի, եւ երբ որևէ ազդեցիկ անձ ասում է մեր ձևերով որևէ հարց կլուծենք, արդեն սա հիմք է։ Բերեք հստակություն մտցնենք, թեման իշխանությունն է հորինել է։ Վստահաբար, եկեղեցու դեմ այդ սանձազերծած պայքարը միանշանակ իշխանության հորինածն է եւ կարող է փորձ է արվում կամ հարության մեջ օրինակ տպավորություն կա թե Բագրատ Սրբազանը իր շարժումով միշտ ներկայացրել է եկեղեցուն եւ ունեցել է վեհափառի համաձայնությունը իմ խորին համոզմամբ դա այդպես չի իմ խորին համոզմամբ վեհափառը արդեն 2-3 տարի է փորձում է մեղմել իրադրությունը դա վկայում է եւ Էջմիածնի Մայր տաճարի ոցման արարողության ժամանակ հրավերը եւ կներեք սրա մասին շատ էլ չխոսում։ Այսինքն Բագրատ Սրբազանը Էջմիածնից դուրս է խաղում, հա, մի քիչ այո, այսինքն դա իմ համոզմունքն է։ Որտեղ է, ինչից է գալիս այդ վստահությունը։ Որովհետեւ ասում եմ, վեհափառը վերջին 2-3 տարիներին 21-ի ընտրություններից հետո փորձում էր իրավիճակը մեղմել։ Երկու դրվագ կարող եմ մեջ բերել։ Մեկը Մայր տաճարի ոցման արարողությանը Փաշինյանին հրավերն էր, որը կարծես փորձ էր հարաբերությունները կարգավորելու եւ երկրորդ արդեն չեմ կարող մտաբերել որ թվականն էր վերջին ժամանակահատվածի երբ Սարդարապատ հուշահամալիրում Փաշինյանը այցելել էր եւ նույն ժամանակահատվածում վեհափառը գնացել էր եւ ըստ էության ինչ էր փորձ արվեց որպեսզի այս վեհափառի կողմից քայլ արվեց որպեսզի իշխանության հետ համատեղ այդ հուշահամալիրի հարգման արարողությունը տեղի ունենա եւ թվում էր թե որ ամեն ինչ մեղմված է բայց ինչ որ պայից եւ դա եղավ շուրջ 1 ամիս առաջ իշխանությունը պատերազմ հայտարարեց եկեղեցուն եւ բոլոր նրանց ովքեր կանգնեցին եկեղեցու կողքին։ Լավ, հիմա գանք կոնկրետ դրվագին, այնինչ հրապարակվել է այս օրերին, ծանոթ եք դրան։ Բնականաբար հրապարակված տեղեկատվությունը ծանոթ եմ, այո։ Կուսակցության անունից կարող եք գնահատական տալ։ Մեր դիրքորոշումը հետեւյալն է, եթե դա իսկապես ահաբեկչության փորձ էր եւ այնինչ ներկայացնում է իշխանությունը ճիշտ է, բնականաբար մենք կարող ենք միայն դատապարտել այդ փորձը։ Բայց ակնհայտ է, որ իշխանությունը փորձ է անում թացը ջորի հետ խառնել եւ տեսեք ինչ է ստացվում։ Ամիսներ շարունակ իրենք ունեցել են բոլոր այդ նյութերը եւ կարծես թե այնինչ իրենք ներկայացրեցին 1 տարվա վաղեմության է անգամ իրենց հրապարակած պլանում խոսքը գնում էր 24 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Այսինքն ճիշտ այսօր լռելն էր ոչինչ ձեռնարկելը իշխանության կողմից նկատի ունեք իշխանությունը սա պահել էր իրենց հարմար պահին օգտագործելու համար։ Եթե իրենց խնդիրը լիներ կանխել որևէ գործողություն, ապա դա կանեին այն ժամանակահատվածում, երբ իրենք ունեին ամբողջ ձայնագրությունները եւ գիտեին թե ում բնակարանում ինչ զենք կա։ Կարծես թե մի զգալի մասն էլ զենքերի օրինակ։ Նաեւ հայտնի է, որ այսօր Բագրատ Սրբազանը ընդունել է իր ձայնի իսկությունը։ Ես այդտեղ առանձնապես կասկած չունեի, բայց ելի եմ ասում։ Չէ, բայց այնինչ ասել է, ընդունում է, որ ինքն է ասել, դա չի փոխում պատկերը։
Ինչ պետք է փոխի, այսինքն 1 տարի առաջ փորձել են կազմակերպել նման բան, ինչ որ պատճառներով հետ են կանգնել այդ մտքից, չեն իրականացրել։ Եվ այն ժամանակահատվածում կամ կսպանենք կամ կսպանվենք, այդ տերմինները ընդունում եք։ Դա իհարկե չենք ընդունում, բայց դրանք նաև երկար ժամանակ հրապարակային արվող հայտարարություններ են։ Երկար ժամանակ հրապարակային հնչել է ըստ էության ատելության խոսք։ Այստեղ խոսքը նրա մասին չի, որ մենք չենք խոսում անձերի համեմատության մասին, մենք խոսում ենք պետության դեմ գործողության մասին։ Եթե դրա այդ լրջությամբ չեք վերաբերում այդ ակցիային։ Շատ լրջությամբ վերաբերվում ենք եւ ասում ենք, որ պահից որ ունեիք այդ նյութերը, այդ պահին հրապարակեիք քնչական գործողությունների իրականացնենք, գործել է քաղաքական կոնյունկտուրան, ուզում եք ասել։ Տեսեք ինչ է եղել, այսինքն քաղաքական ղեկավարությունը ունեցել է այդ նյութերը երկար ժամանակ, ասել է միևնույնն է իրենց պոչը մեր ոտքի տակ է, պահենք եւ հարմար պահի օգտագործենք։ Կներեք, իսկ ինչով է հարմար պահը, դա էլ ասեք։ Կարծում եմ դա կապված է հատկապես եւս եկեղեցու դեմ հայտարարված պայքարի եւ Սավել Կարապետյանին կալանավորման այս գործընթացի հետ, որովհետեւ իմ տպավորությամբ իրենք հասկանում էին, որ մի նոր քաղաքական ֆիգուր է ձևավորվում, ով կարող է այսպես ավելի մեծ բաժին ունենալ 26 թվականի ընտրություններին եւ ինչ արեցին, եկեք ուշադիր լինենք այս մասին։ Նախորդ օրը իշխանական մեդիան, ոչ քնչական մարմինը, իշխանական մեդիան հրապարակում է մի նյութ, որը իբրև թե հաջորդ օրը պետք է խուզարկության ժամանակ հայտնաբերվեր, եւ այդ նյութը անմիջապես ասում է այդ պլանը, հեղափոխության պլանը, որտեղ աջակից գործիչներից մեկը պետք է լիներ Սամվել Կարապետյանը եւ հաջորդ օրը երբ արդեն հրապարակվում են նյութերը, զենքեր, պայթուցիկներ եւ այլն, արդեն խոսքի մակարդակում կապվում է, որ տեսեք Սամվել Կարապետյանը ինչու ակտիվացավ։ Այսինքն հիմա այս պահին իրենք փորձում են թացը չորի հետ խառնել։ Եթե մի բան թաց է, այսինքն համարենք դա ահաբեկչության փորձ է, դա դատապարտելի է, այդտեղ քննարկման բան չկա։ Մենք միշտ էլ ասել ենք, որ քաղաքական գործիքակազմով է պետք հարցերին մոտենալ, բայց երբ դա անում ես այն ժամանակ, երբ քեզ է անհրաժեշտ որպես քաղաքական ղեկավարություն, սա էլ առնվազն ավտորիտար բնույթի մասին է խոսում։ Եկեք վերհիշենք բազմաթիվ կոռուպցիոն դրվագներ տարբեր պաշտոնյաների, որոնք բացահայտվում են ոչ թե այն ժամանակ, երբ հայտնաբերվում են, այլ այն ժամանակ, երբ պետք է։ Հիմա եթե մենք դա դատապարտենք, ասենք ինչու եք այդպես անում, հոմես չեն ասի, դուք դեմ եք կոռուպցիայի դեմ պայքարին, ոչ կողմ են կոռուպցիայի դեմ պայքարին, բայց ոչ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով։ Երբ Տավուշի թեմի առաջնորդ, ես հիշում եմ, մենք այստեղ մի հանդիպում ունեցել ենք այդ օրերին, մտավ ներքաղաքական ասպարեզ, երբ տարբեր հարթակներից քաղաքական գնահատականներ էին հնչում այն տեղի ունեցած, եւ ես լսեցի նաեւ ձեր գնահատականը, դուք մեծ հաշվով ողջունում եք, որ տեղի է ունենում քաղաքական process։ Հիմա կանգնելու եք նրա կողքին։ Նախ եկեք ֆիքսենք, որ դա եղավ այն ժամանակահատվածում, երբ պետք է ընթանար այսպես կոչված շակերտավոր դելիմիտացիայի գործընթացը Ադրբեջանի հետ միակողմանի։ Դե ինչ ուզում է լինի, ես խոսում եմ արդեն հասունացող քաղաքական process-ի մասին, որը պետք է Երևանում վերածվեր իշխանափոխության։ Բաղրատ Սրբազանը բերել էր քաղաքական օրակարգ եւ մայիսի 9-ին Հանրապետության հրապարակ էր հասել քաղաքական օրակարգով, որը մենք սատարում էինք։ Այս քաղաքական օրակարգը հետագայում վերաճեց բոլորովին այլ բանի, այլ դերակատարներով, քան դա հենց Բաղրատ Սրբազանն էր։ Այդ պահից մենք Սրբազանին նախ իր հետ առերես հանդիպումների ժամանակ, ապա հրապարակային, ասում էին, եթե ուզում ես հասնել հաջողության, ապա պետք է զտել այն շրջանակը, որը ձեր վրա ազդեցություն է ունենում գործընթացները տանելիս։ Իսկ դրանք նախկին երկու նախագահի շրջանակներն էին, վիճելի բանել չկա։ Սրբազանը ըստ էության ասաց, որ թողեք ես կորոշեմ։ Իր որոշումների արդյունքում տրանսֆորմացիան եղավ այնպիսին, որ հրապարակը դատարկվեց, ինչը իր վաստակներ բացառապես, եւ փաստացի նա սկսեց մտածել այնպիսի գործիքակազմի շուրջ, որը բոլորովին քաղաքական չէ։ Այսինքն ստացվում է, որ իր խորհրդատուներին լսելու արդյունքում նա մսխեց եւ իր հեղինակային կապիտալը, եւ քաղաքական կապիտալը, եւ հիմա կանգնել է դատարանի առջեւ։ Եվ այդպես է լինում միշտ այն մարդկանց հետ, ես եմ հարցնում, ուր են իրեն աջակցողները։ Իրեն Անկամ հոգևորական աջակցողներ չկա դատարանի մոտ։ Ինչու՞։
ես կդժվարանամ այս մասով ասել, բայց իր քաղաքական աջակցողները, դա Սերժ Սարգսյանն էր եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ կհիշեք, որ Սերժ Սարգսյանին հատուկ վերաբերմունք ցուցաբերեց, այցելեց իր բնակարան, հա, այսպես զրույց ունեցան, հետագայում դա շատ պատահմամբ հրապարակվեց մամուլ։ Հիմա պարզ է, որ այս մասով Բագրատ Սրբազանը չփորձեց դիրքավորվել այնպես, որ նայի ապագային եւ կարճած չմնա նախկին երկու նախագահի։ Միգուցե չէր կարող դիրքավորվել։ Կարծում եմ կարող էր եւ այդ շանսը ամբողջ ծավալով ուներ։ Ուղղակի ինչ որ պահի նպատակահարմար համարեց օգտագործել այն ռեսուրսները, որոնք ունեին նախկին երկու նախագահները, եւ մեդիա ռեսուրս եւ մարդկային ռեսուրս։ Դրա համար որոշակի միտինգներ տեղի էին ունենում, բացառապես այդ խմբի ներկայացուցիչների մասով։ Եվ միշտ այդպես է լինում, փոքր ռեսուրսից փորձում ես օգտվել, մեծ հնարավորությունը կորցնում ես։ Դե այստեղ ավելի ծանր հարց է առաջանում։ Լավ, ինչու է քաղաքական խավը ընդդիմադիր սեգմենտի մասին է խոսքը։ Թաքնվում Բագրատ Սրբազանի հետևում։ Պետք է պաշտպանեն։ Բնական է, որ պետք է պաշտպանեն։ Չէ, առաջին էշելոնում չեն նրանք։ Բագրատ Սրբազանն է, հետո խոսում են այն էլ վարկածներով, ով է պաշտպանում, ինչու է պաշտպանում։ Դե գիտեք, քաղաքական փորձառություն ունեցող մարդիկ գիտեն, որ նման ավանտյուրայի մեջ մտնելիս ռիսկ կա, որովհետև եթե դու հեղափոխություն ես անում, դառնում ես հերոս, կապ չունի։ Այսինքն հիմա կմոռանան այդ մարդուն, քանի որ ձախողվել է։ Ենթադրենք դատական նիստերին կգնան, կաջակցեն, դա ինչ է փոխելու։ Այսինքն հիմա ստացվում է, որ մեր ամբողջ քաղաքական միտքը շարունակելու է զբաղվել դատական գործընթացներով։ Հիմա չեմ փորձի զուգահեռ անցկացնել, բայց նույն Սասնա ծռերի ժամանակահատվածում ելի, այսինքն մենք դա ահաբեկչություն էինք որակում։ Դա որոնց դա տեղի ունեցած ահաբեկչություն էր, հա, մարդերը զոհվել եւ այլն։ Դրանից հետո տարիներ շարունակ դատարանի դիմաց գործընթացներ էին գնում, լուսաբանվում էր այդ ամեն ինչը։ Դա քաղաքական գործընթաց էր, ոչ, բայց դա նրանից է, որ մեր քաղաքական համակարգը այնպեսի մի տկար իրավիճակի է հասել, որ դե քաղաքական գործիչներից բոլորը զզվում ենք, չէ, ասենք մեր կուսակցության նախագահից բոլորը զզվում են, ինձնից զզվում են, բոլորից զզվում են, դրա համար ի՞նչ է պետք անել։ Պետքա հոգևորականի վրա հույս դնել, որ նա քաղաքականությամբ կզբաղվի, պետքա, չգիտեմ, այլ բլոգերի վրա հույս դնել, որ նա քաղաքականությամբ կզբաղվի։ Դրա համար սենց է լինում, որտեղ մենք զզվում ենք քաղաքականությամբ։ Դե այդ հույսը հոգևորականին տարավ ճաղերի հետև, չէ՞։ Դե ես էլի կարծում եմ, որ դա իր ոչ այնքան բարի խորհրդատուների արդյունք է։ Ընդ որում նկատեք, իր հետ կալանավորված մարդիկ, ապա քաղաքական մարդիկ են։ Պատգամավոր չկա, քաղաքական գործիչ որպես այդպեսին չկա։ Ծանոթ չեմ ցանկին։ Ես ցանկին, չգիտեմ, զգալի մասին ծանոթ եմ, ոչ այնքան հանրային։ Չէ, ես ընթերցել եմ, չեմ ճանաչել որևէ մեկին։ Ոչ այնքան հանրային դեմքեր են։ Ես գիտեմ պատգամավոր Դաշնակցության ֆրակցիայից Գառնիկ Դանելյան, որ ասում է արհեստական բանականությամբ է բանը։ Երևի իրենց համար էլ անակնկալ եղել, գիտեք, բայց կամ անակնկալ է եղել, որ առնվազն նման ձայնագրություններ կան, բայց եթե մի քանի տասնյակ կամ 100 հոգով փորձում ես նման բան կազմակերպել, պարզ է, չէ, որ ինչ որ միտեղից դա պետք է դուրս գա, եկեք սրան էլ լուրջ մոտենամ։ Ես չգիտեմ, իսկապես էլի հեղափոխությունը անում ես, հերոս ես դառնում։ Հիմա պատկերացրեք Փաշինյանը չկարողանար հեղափոխությունը անել։ Հիմա նա կալանավորված էր լինելու։ Կամ ինչ որ մի բարի իշխանություն գուցե համաներումով ազատ արձակել, բնականաբար նա կհամարվեր ոչ հերոս։ Կասեք, առաջին նախագահի եւ կաթողիկոսը միշտ են համախոհներ եղել։ Բնավ ոչ, 2008 թվականին։ Հիմա այդպեսին է։ Հիմա ես չի ասի համախոհներ են, բայց ես կասեի բազային հարցերում, որտեղ Փաշինյանը նրանց կյանքի ու մահվան կռիվ է ազդարարել, իրենք առնվազն հանրային տիրույթում ցույց են տալիս իրենց միաբանությունը։ Նախ ես կարծում եմ, որ դա միաբանություն է եկեղեցու շուրջ, ապա նրա շուրջ, որ փաստացի Փաշինյանը երրորդ հանրապետության այն բոլոր հենասյուները, որոնք կան արժեհամակարգային, փորձում է քանդել, շատ ուղիղ ասելով, որ չի ընդունում դրանք որպես ճիշտ հենասյուն, անկախության հռչակագիր, ցեղասպանության օրակարգ, եկեղեցի սահմանադրությամբ ամրագրված է բոլորը եւ բնականաբար ինչին որ հարված է հասցնում, հարվածի հասցեատերերը փորձում են միաբանվել, բայց էլի այստեղ հարցը առաջանում։ Այսինքն այստեղ իրավիճակը այնպեսին է, որ հաշտության եզրեր չկան այլևս։
Ոչ, ես անկեղծ ասած ինչ որ պահի գուցե 22-23 թվականներին կկարծեի, որ Փաշինյանը կփորձի եկեղեցու հետ լեզու գտնել, բայց ոչ, տեսնում ենք, որ վեհափառի այդ ժեստերը արված իշխանությանը հաշտության մեկնած ձեռքը չընդունվեց եւ իշխանությունը հիմա այսպես տոտալ պատերազմ է հայտարարել եկեղեցուն եւ այսօր էլ իմացանք, որ Միքայել Աչապայանին, Սրբազանին են քրեական գործ հարուցել։ Դե կա տրամաբանություն, այն հոգեվորականներն են, ովքեր քաղաքական ամենաակտիվ մասնակցությունն են բերել։ Դե հա, բայց ում եմ ասել, երբ համեմատում Դե դա էլ անթույլատրելի, ինչու չեք ասում, դա էլ անթույլատրելի սահման է։ Գիտեք, մեր երկրում ամեն ինչ թույլատրելի երբևէ տեսել եք այսքան ժամանակ մեր քաղաքական պատմության մեջ հոգեվորականի այսպիսի ներգրավվածություն։ Իսկ դուք հակառակը տեսել եք, որ պետությունը եկեղեցուն պատերազմ տարի։ Դա էլ չի եղել։ Դե այսինքն այստեղ երկու ստեկ է այդ վեճը եւ ես ինչ է այսօր հիշել։ Ենթադրենք այդ արտահայտությունները, որոնք արել են Սրբազանները կամ Սամվել Կարապետյանը, անընդունելի արտահայտություններ էին, ասենք հանցակազմ պարունակող։ 2008 թվականին էլ երբ Փաշինյանը ասում էր վերցրեք ձեռքի տակ եղած մետաղները, իսկ դա ինչի համար էր, հա, այդ մետաղներով պետքա շինարարություն անեին։ Դա հասկանալի էր։ Ուղղակի այն ժամանակ ինքը հակառակ Խոսում եք մի շարժման մասին, որը ղեկավարել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այո, այդ ժամանակահատվածում, երբ Փաշինյանը ընդդիմադիր էր եւ կալանավորվեց թե հիմա այդ հոդվածով, թե այլ հոդվածով բոլորովին նշանակություն չունի։ Այսինքն գործիքակազմերը լինի նա իշխանություն թե ընդդիմություն չի փոխվել եւ ես մտաբերում եմ, որ առնվազն մինչեւ 17 թվականը պարբերաբար լինում էին նման դեպքեր նախին իշխանությունների նկատմամբ, դա եւ են հայտնաբերված զինված խումբներ եւ սասնածռերն էին եւ թվում էր իշխանությունները հաջողությամբ կանխում են այդ արատավոր փորձերը, բայց միևնույնն է վերջում ինչ որ մի տեղից այդ պայթյունը տեղի է ունենում։ Ինչ եղավ իմպիչմենտը։ Իմպիչմենտը կարծում եմ շարունակելու է մնալ արկախված մինչև 26 թվականը, որովհետև խորհրդարանական ընդդիմությունը դեռևս այս պահ չի ցուցաբերել բավարար կամք սկսելու մեկնարկելու իմպիչմենտի գործընթացը։ Մտածել եք ինչն է խանգարում այդ կամքը ձևավորելու։ Կարծում եմ դա երկրորդ եւ երրորդ նախագահների միջև եղած վեճն է մեկ, երկրորդ այն, որ պատիվ ունեմ դաշինք, այսինքն հանրապետական քաղաքական թիմերը պատրաստ են, անձերը պատրաստ չեն։ Չէ, քաղաքական թիմերը դե լսում են իրենց ղեկավարներին, իրենց ղեկավարներն էլ պատրաստ չեն միմյանց հետ ինչ որ համատեղ գործընթաց իրականացնելու, սա մեկ, եւ երկրորդ հանրապետականները պատիվ ունեմը հստակ ասել էին, որ չունեն տեխնացու եւ պատրաստ են իրենց ստորագրությունները տալ որևէ այլ առաջադրման, ինչը դրժեցին եւ հետագայում առաջադրեցին մի անձի, ով պայքարել էր հեղափոխության դեմ։ Հիմա գիտեք, սա էլ ինչ մեսիջ է մեր հասարակությանը։ Պատկերացնում եք Սաակաշվիլու դեմ 12 թվականին պայքարել ոչ թե Իվանաշվիլին, այլ Շևարնաձեի Փեսանի ընդհանրենք, հա։ Չէր ստացվի այդ հեղափոխությունը։ Ստացվեց, որովհետեւ այլ անձ այդ պայքարը մղեց։ Հիմա բերել են հեղափոխության ժամանակ երիտասարդների վրա բրաբուսով քշող մի քաղաքապետի, որի անկեղծ ասած ես չիմացա այդ գործը քրեական ոնց ավարտվեց, հա, ինչ եզրակացություն եղավ, իրավաչափ էր, իրավաչափ չէր, իրենց գործն է, հա։ Ու սրա արդյունքում հիմա այդ մարդը վարչապետի տեխնացու է, եկեղեցուն է սատարում, միտինգներ է անում եւ այլն։ Հետաքրքիր բան է, քաղաքական դերակատարներին Փաշինյանը խնայում է։ Այսինքն որոնք որ պոտենցիալ չունեն, ակնհայտ, իմաստ չունի Դավիթ Համբարձումյանին կառավարելու։ Ավարտենք ձեզ վերաբերող հարցով, դուք պետք է մնաք այս քաղաքական գնահատականների հորձանուտում, թե մասնակցություններ պիտի բերեք ինչ-որ։ Այստեղ պետք է հիշեմ Մարուքյանի ասած, որ ասում է, ինչ անեմ, գոտի կապեմ, ինձ պայթացնեմ, շենքեր գրավեմ։ Դե եթե խառնվել եք, պիտի անեք ինչ-որ մի բան, չէ։ Չէ, եթե մեր հասարակության Հիմա կողքից միայն գնահատականներ տալը դրանով ավարտվում։ Մենք շարունակելու ենք գնահատականներ տալ։ Եթե մեր հասարակությունը չի գնահատելու քաղաքական գնահատականները, քաղաքական գործիչներին, ենթադրենք դնենք մեզ մի կողմ, այլ քաղաքական գործիչների շարքի վերցնենք եւ շարունակելու է ապավինել արկածախնդրության, ապա քաղաքական մարդկանց, հետևանքը նույնն է լինելու։ Հիմա մենք ինչ պետք է անենք։ Եթե մենք պետք է անենք այն ինչ որ Բագրատ Սրբազանները պլանավորում, դառնա որ մենք էլ այլևս քաղաքական տրամաբանությամբ չենք մտածում։ Մեր քաղաքական տրամաբանությունը մեզ բերում է, ասում ենք եկեք իմպիչմենտի նախաձեռնություն անենք։
Մենք տեսնում ենք սրանում որոշակի գործընթաց եւ ավելին տեսնում ենք կոնյունկտուրա, որտեղ 26 թվականին իշխանությունները կպարտվեն։ Բայց այս գործընթացները նպաստում են նրան, որ իշխանությունները պարտվեն։ Հիմա մարդիկ կասեն, էլի կողմ ենք, որ Փաշինյանը հեռանա, բայց ոչ ճայթուկներով, հեղափոխությամբ կամ այլ միջոցներով, կամ հոգևորականների առաջնորդությամբ։ Ես չգիտեմ։ Մեր հասարակությունը այսպես գլխի վայր իր մտածողությամբ շուռ է եկել եւ քաղաքական լուծումներ չի փնտրում։ Դրա համար քաղաքական մեկը միտեղ կա, որը գիտի այդ բոլորը։ Մենք չգիտենք որտեղ է այդ մեկը։ Դե բայց պատկերացրեք այդ ամենի արդյունքում Հայաստանը ինչ օրին է հասել, որ Euronews-ը լուսաբանում է, որ Փաշինյանը պատրաստ է մերկանալ վեհապարի առաջ ապացուցելու իր թլպատված չլինելը։ Euronews-ի հետագիծն էլ այդքան անարատ չի, ինչքան դուք եք պատկերացնում։ Այսքան նսեմացած։ Euronews ասելով չպետք է վեր թռնել։ Չէ, բայց ամբողջ համաշխարհային մամուլը լուսաբանել է, որ վարչապետը ասում է պատրաստ եմ ապացուցել։ Դա ամբողջ համաշխարհային մամուլ չի։ Չէ, ես դեմ չունեմ, ինֆորմացիա է, բա օգտագործել են ըստ կոնյունկտուրայի եւ նորմալ է որ վարչապետը այդպեսի բաներ կա։ Չէ, ով ասել։ Ես չասեցի նորմալ է։ Այսինքն մենք հայտնվել ենք մի վիճակի, որ մեզ ներկայացնում է այդպիսի անձ։ Եվ իրեն փոխարինողը հեղափոխության ժամանակ բրաբուսով երիտասարդների վրա քշող անձն է։ Շնորհակալություն, այսքան այսօր։ Դավիթ Խաչակյան, Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ